Երանի հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։ Երանի սգավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն։ Երանի հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն։ Երանի նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան։ Երանի ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն։ Երանի նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն։ Երանի խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծո որդիներ պիտի կոչվեն։ Երանի նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։ Երանի է ձեզ, երբ ձեզ նախատեն, հալածեն և իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ չար խոսք սուտ ասեն։ Ցնծացեք և ուրախացեք, որովհետև երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպես հալածեցին մարգարեներին, որոնք ձեզանից առաջ են եղել։ Այս խոսքերը մեր Տեր Հիսուս Քրիստոսն ասեց իր քարոզչության ընթացքի սկզբին, լեռան քարոզի ժամանակ։ Եվ այս խոսքերը պիտի իրականություն դառնային Քրիստոսի հարությամբ, որովհետև սգավորները պիտի մխիթարվեին, հեզերը երկիրը պիտի ժառանգեին, աղքատները, հոգով աղքատները պիտի երկիրը ժառանգեին, արդարության քաղցն ու ծարավ ունեցողները պիտի հագենային, սրտով մաքուրները Աստծուն պիտի տեսնեին և մնացած երանիները, 9 երանիները, որոնց մասին խոսում է մեր Տեր Հիսուս Քրիստոս։ Դա արտառոց բաներ է, տարօրինակ բաներ է, որովհետև ոչ մեկը երանի չի տալիս աղքատին կամ սգավորին, կամ հեզին, կամ ծարավին, կամ սովածին, բայց մեր Տերը երանի է տալիս։ Երանի է տալիս, որովհետև այս մարդիկ են, որ ճշմարտապես հասկանում են իրենք ով են, որտեղ են գտնվում, ինչի համար են ապրում և ուր են ձգտում։ Եվ մյուս ավետարանում մեր Տերը վայր է կարդում նրանց, ովքեր հագեցած են, ովքեր ուրախ են, նեղության և վշտերի մեջ չեն, ցնծությունների մեջ են, ասում է հակառակը, դուք էլ պիտի սգաք ու ողբաք, երբ որ ժամանակը գա, որտև այս աշխարհը ցնծության վայրը չի, այս աշխարհը ուրախության վայրը չի, այս աշխարհը ապաշխարության վայրն է, այս աշխարհը մեղքերի համար սգալու ողբալու վայրն է, այս աշխարհը նեղություններ հաղթահարելու, փորձությունների մեջ անցնելու վայր է։ Եվ այսօրվա ընթերցվածում Հակոբոս առաքյալն ասում է, երանի է այն մարդը, որը փորձություններին համբերի, նա փառքի անթառամ պսակը պիտի ժառանգի, այսինքն փորձությունների մեջ անցնելով, փորձությունների համբերելով։ Այս ամեն ինչ իրականություն դարձավ Քրիստոսի խոսքերը Քրիստոսի հարությամբ։ Մեր Տերը հարություն առավ մեռելներից և այս բոլոր խոստացված պարգևները շնորհեց իրեն սիրողներին, իրեն հավատարիմներին։ Այսօր ապրիլի 24-ն է, հարության 5-րդ օրն է և ապրիլի 24-ն է։ Այսօր մեր ժողովրդի համար, մեր ազգի համար, մեզ բոլորիս համար նշանակալի և կարևոր օր է։ Ինչի համար, որովհետև մեր պատմության մեջ այս օրը նշանավորվել է որպես ծանր հիշողությունների օր, մեր ողբերգության օր, որ մեր ազգի հետ պատահել է սրանից 110 տարի առաջ։ 10 տարի առաջ այս օրը որպես միմիայն սուգի և ողբի օր էինք դիտարկում, սգալու և ողբալու և մեր նահատակներին ցավով հիշելու օր։ Վերջի 10 տարիների ընթացքում շատ կարևոր բան է տեղի ունեցել։ Եկեղեցին սրբադասել է Եղեռնի նահատակներին։
ասել է, թե սրանք պարզ նահատակներ չեն, այլ սուրբեր են։ Քանիսը, չգիտենք, եկեղեցին թիվ չի նշում։ Եկեղեցին սրբադասել է բոլոր նրանց, ովքեր նահատակվեցին հավատքի համար, ովքեր նահատակվեցին իրենց քրիստոնյա լինելու համար, ովքեր նահատակվեցին իրենց հավատքը, ինքնությունը պահելու համար։ Մեզանում նոր տրամադրություն ստեղծվեց։ Ինչ է, մենք ունենք բազմահազար սրբեր, որոնք երկնքում են և մեզ համար բարեխոս են։ Այսինքն իրականանում է ավետարանի այն խոսքը, որ ասում է Աստված ամեն բան բարի գործակից է դարձնում իրեն սիրողների համար։ Նույնիսկ այդ չար եղեռնը, այդ ծանր ողբերգությունը բարիքի փոխվեց, որովհետև դրա արդյունքում շատ մարդիկ սրբացան։ Ովքեր իրենց հավատքը պահեցին այդ փորձության մեջ, ովքեր չուրացան, ուրացողներ եղան, գիտենք պատմությունը անհերքելի է, որ ուրացողներ եղան, մահմեդականություն ընդունողներ եղան, իսլամ ընդունողներ եղան և իրենց կյանքը փրկեցին այս աշխարհի մեջ։ Բայց շատ շատերը, նաև այդ դրվագներն ունենք պատմության, անուն առանուն մեզ ասած, թե ինչպես նահատակվեցին հավատքը պահելով։ Իրենց կյանքից ավելի սիրեցին Քրիստոսին և հոժարեցին կյանքից զրկվել, բայց Քրիստոսից չբաժանվել։ Այդպիսի դրվագներ կան։ Մի դրվագ կա, ես նախկինում պատմել եմ, հիմա նորից պիտի հիշեցնեմ։ Ուրեմն Եղեռնը անցած ականատեսներից մեկը պատմում էր, որ մենք փոքրիկ երեխաներ էինք և մեր ծնողներին կորել էին, սպանել էին, չգիտենք ինչ էր եղել, մենք մնացել էինք որբ։ Եվ արաբ մի ընտանիք մեզ վերցրել էր իր խնամքին, այդ օրերն էր Եղեռնի, և ասում է մի տղա եկավ մեզանից մի քիչ մեծ էր, 9 տարեկան, էլի հայ, մենակ մնացած երեխա էր, ինչ էին եղել ծնողները, կորել էին, որբացել էին, ինչ, սա մի քիչ մեծ լինելով, այս արաբները ասացին, մենք իսլամ ենք, դու մեզ համար խորթ ես, որպեսզի մենք քեզ մեր հարկի տակ առնենք, դու պիտի հրաժարվես Քրիստոսից, որպեսզի մենք կարողանանք մեր տունն ընդունենք։ Եվ ասում է, այս երեխան ասում էր, ես քրիստոնյա եմ, և խաչակնքվում էր։ Եվ ասում է, ինչ արեցին, չարեցին, չուրացավ Քրիստոսին, հարկի տակ չառան, մնաց դուրսը այդ անապատներում։ Եվ ասում է, հաջորդ օրը տեսանք, որ գայլերը հոշոտել էին։ Սուրբա թե սուրբ չի։ Բայց սուրբը ոնց է լինում, բայց նահատակը ոնց է լինում։ Եվ այսպիսի բազում դրվագներ։ Եվ այսօր իրանք երանության մեջ են, այսօր իրանք ցնծության մեջ են, այսօր իրանք երկնքում լուսե պսակներով են զարդարված, որովհետև երանիների վերջում Քրիստոսն ինչ էր ասում. երանի է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն, իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ չար խոսք սուտ ասեն, ցնծացեք և ուրախացեք, որովհետև երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպես հալածեցին մարգարեներին, որոնք ձեզանից առաջ են եղել։ Եվ գիտեք, ամեն մահվանից հետո կա հարություն։ Մեր ազգը մորթվեց, մեր ազգը նահատակվեց 110 տարի առաջ, Եղեռնի ժամանակ,
մեր ազգը մեռավ, շատերը կարծեցին, թե սա հայոց ազգի վերջն է, բայց դրանից հետո եղավ հարությունը։ Եթե մենք մինչև այդ մենք երկար դարեր պետություն եւ պետականություն չէինք ունեցել, միշտ ապրել էինք ուրիշների լծի տակ, մենք դրանից հետո ունեցանք 1918 թվականին Հայաստանի առաջին հանրապետությունը։ Այսինքն նույնիսկ պետականություն ունեցավ այդ մորթված ազգը, այդ եղեռնի ենթարկված ազգը։ Հետո ունեցանք երկրորդ հանրապետությունը։ Իհարկե խորհրդային պետության կազմում, բայց ունեցանք մեր պետությունը, մեր պետականությունը։ Հիմա ունենք երրորդը, չգիտեմ չորրորդը պիտի լինի, թե այս երրորդը պիտի մնա, այդ էլ չգիտեմ, Աստված գիտի։ Զորացավ մեր ազգը, դրանից հետո աճեց մեր արվեստը, մեր գիտությունը, մեր մշակույթը, մենք համալսարաններ ունեցանք, մենք գիտության ակադեմիա ունեցանք, գիտությունների, մենք արվեստ ունեցանք, այսօր նորից կիսամեռած վիճակ է մեզանում, այսօր նորից ընկած վիճակ ենք, այսօր նորից գրեթե եղեռնի ենթարկված վիճակ ենք։ Եվ շատ շատերը այսօր թեբաթափ են, չասեմ հուսահատ, չգիտեն ինչ անեն, ոնց այս վիճակից դուրս գանք։ Հիշենք միշտ, խաչելությունից հետո կա հարություն, մահվանից հետո կա հարություն, և հարությունը առջևում է։ Ինչ է մնում, որպեսզի փորձություններին համբերենք, ճիշտ անցնենք այդ փորձությունները, չհուսահատվենք, Աստծո հետ լինենք, Աստծով ապրենք։ Թերևս այս անկումն էլ Աստված կարող է օգտագործել մեր նոր վերելքի համար, նոր զարթոնքի համար, նոր կանգնումի համար։ Դարեր այդպես է եղել։ Մենք ծանր անկումներ ենք ունեցել, Եղեռնից հետո ունեցել ենք Սարդարապատ, Հայոց պետականության կորուստից հետո 5-րդ դարում ունեցել ենք ավարայր, ոսկե դար, և այսօր էլ պիտի չհուսահատվենք, բայց մի բան կա, միայն Աստծով կարող ենք ունենալ ամեն ինչ, միայն Աստծով կարող ենք ունենալ հարություն, որովհետև առանց Քրիստոսի հարություն չկա, առանց Քրիստոսի կյանք չկա, առանց Քրիստոսի վերածնունդ չկա։ Քրիստոսն եկավ, որպեսզի մենք հարություն առնենք, և այսօր մենք այս աղոթքով ապրենք, որովհետև մենք ունենք 10 տարի է, որ ունենք, մեր սրբերի բազմահազար դասերին ավելացել են նաև հազարավորները, եղեռնի նահատակ սրբերը, իրենց բարեխոսությամբ, իրենց աղոթքներով։ Նրանք, ովքեր պահեցին քրիստոնեական հավատքը, այսօր երկնքում սրբեր են և մեզ համար բարեխոս։ Նրանք, ովքեր տկարացան, թուլացան, վախեցան, չկարողացան պահել, այսօր իրենք թերևս իրենք կամ իրենց սերունդները աշխարհի մեջ ապրում են, բայց արդեն Քրիստոսի հետ, իրենց արմատների, իրենց հիմքի, իրենց հայրենիքի, իրենց հայ լինելու ինքնության հետ կապ չունեն, կամ գրեթե կապ չունեն։ Տա Աստված, որ մի օր էլ իրենք գիտակցեն իրենց սերունդները և դառնան դեպի Քրիստոս, վերագտնեն իրենց, կորած էին, գտնվեին, մեռած էին, կենդանանան, ինչպես ասում է ավետարանը։ Եվ մենք էլ այսօր քրիստոնեական առումով կենդանի չենք, կիսամեռած վիճակում ենք, մեր ինքնության առումով կենդանի չենք, կորած վիճակում ենք, վերագտնենք, որովհետև առանց հավատի, առանց ինքնության, առանց հայրենիքի, առանց եկեղեցու ոչինչ չկա։
թշնամին ուզեց մեզ ջնջել երկրի երեսից։ Եվ ինչը ջնջել։ Մեզ ջնջելու համար նախ եւ առաջ մեր հավատքը ուզեցին ջնջել։ Որտեւ քանի մեր հավատքը չեն ջնջել, մեզ չեն կարող ջնջել։ 5-րդ դարում էլ էր այդպես, պարսիկներն ուզում էին նախ մեր հավատքը ջնջեին, չեն ուզում մեզ վերացնեին, ուզում էին մեզ քրիստոնեությունից հեռացնեին, որպեսզի հետո կամաց նաև մենք ջնջվենք, որտեղ աշխարհի որ ծայրում հայը իր եկեղեցուց հեռացավ, այնտեղ վերացավ հայը, այնտեղ լուծվեց, տարալուծվեց, կորավ, գնաց ուրիշ ազգերի մեջ։ Բայց փառք Աստծո, մեր եկեղեցին մնաց, փառք Աստծո, մեր եկեղեցին կա, փառք Աստծո, այսօր մենք պատարագ ենք անում։ Իհեճուկս չարին, իհեճուկս մեր թշնամիներին, եւ մենք պիտի մնանք, ու քանի մեր բերանի մեջ շունչ կա, պիտի աղոթենք, պիտի պատարագ մատուցենք, պիտի փառավորենք Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն եւ միշտ պիտի ասենք Քրիստոս հարյավ իմերելոց